Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ, առանց նախապես զգուշացնելու եմ եթեր անում, որովհետև մեծ հաշվով այս եթերը ավելի շատ լինելու եմ մտորումների ժանրից, քան անպայման ինչ-որ բան ասած լինելու, ուստի ես եթերով սենց կմտորեմ, ում հետաքրքիր է, ովքեր էլի մտորելու իրենց ուղղություններ ունեն, ապա խնդրեմ։ Այսօր սեպտեմբերի 27-ն է։ 5 տարի առաջ ճիշտ այսօրը սկսվեց պատերազմը։ Սկսվեց պատերազմը, որին պատրաստ չէինք, ցավոք սրտի, փաստորեն, պարզվեց։ Ու նախ փառք բոլորին, ովքեր իրենց մասնակցությունը ունեցան պատերազմում, ներդնելով ամեն բան եւ հազար փառք բոլոր նահատակներին, ովքեր զոհվեցին հանուն մեր լինելու, հանուն հայրենիքի, հանուն պետության։ Գիտեք, ես այսօր իսկապես ամբողջ օրը մտքերով եմ եղել ու մի քանի հարցեր ունեմ ինձ համար։ Ու մի քանի բան էլ տեսա, որոնք կուզեմ բարձրաձայնել, շփտահաճ բաներ։ Բայց եկեք միասին հասկանանք, 25 թիվն է, 5-րդ տարին է։ Ուրեմն հանրության հասարակության մի հատվածը մեղադրում է մեկին, մյուս հատվածը մյուսին, ես ինքս նույնպես այդ հատվածներից մեկի մեջ եմ, բայց մի պահ դուրս ես գալիս ես ամեն ինչից ու մտածում, իսկ զգացել եք, որ մեղավորների հարցում, ինչքան էլ որ զարմանալի է, համընդհանուր կոնսենսուս չկա։ Այդ գիտեք ինչի մասին է խոսում։ Դա խոսում է նրա մասին, որ մենք չենք հասկացել պատերազմը ինչի մասին էր։ Ասեմ ավելին, դա խոսում է նրա մասին, որ մենք անգամ հիմա չգիտենք պատերազմը ինչ է։ Ու ոչ էլ այդ ժամանակ ենք իմացել, ոչ էլ դրանից առաջ, անկախ մեր մասնակցությունից։ Ու դա ցավալի փաստ է։ Եթե 5 տարիների ընթացքում մի հասարակություն ընդհանուր կոնսենսուսի չի եկել պատճառների շուրջ, դա նշանակում է, որ այդ հասարակության հետ մի բան են չի։ Սա ամենացավալի հատվածն է երևի դա։ Ընդ որում կապ չունի, ով ում է մեղադրում, հարցը դրա մասին չի։ Հարցը նրա մասին է, որ տարբեր մեղավորների անուններ են հնչում։ Ոչ մեկ չի ուզում իր վրա մեղավորություն վերցնի, բացարձակ ոչ ոք։ Բոլորն էլ գիտեն։ Ես չեմ կարծում կա մի քաղաքացի, ով ձեռքը դնի սրտին, իրապես չի ասի, թե ինչը ինչոց է։ Բայց ոչ ոք չի ուզում իր մեղավորությունը վերցնել իր վրա։ Եվ այո, մենք քաղաքացիներս մեղավորության մեր բաժինը ունենք։ Ու այդ գիտակցումը պիտի լիներ իմ կարծիքով, բայց չէ, ոնց կլինի, բեղավ։ Ուրեմն նախ եւ առաջ ես առաջարկում եմ բոլոր լրագրողներին իրենց շեֆերը պրեմիա տան, որովհետև ըստ էության լրագրողները ահագին հարց են լուծել, շակերտավոր, լուծել են իրենց շեֆերի խնդրանքը, ցանկությունը կամ հրահանգը, այսօր ինչ եմ ես եզրահանգման եկել, այսօր դիտում էի համացանցը լիքն է, չէ, զոհվածների հարազատներ, ծնողներ խոսում են, լրագրողները որպես կանոն եռաբլուրում են, լսում էի մի հերոսի հոր խոսույթի մեջ ձևակերպում է հետևյալներ։ Նու, կապ չունի պատճառները, թե այդ հրադադարը ամսի 19-ին ոնց ինչ, ասում է պայմանավորվածության եկան նախր Ալիևը, Պուտինը ու այս թափթփուկը։ Նիկոլի մասին ասում։ Ես բնավ ցանկություն չունեմ այս թեմաներով ինչ-որ մեկին պաշտպանելու, բացարձակ, ու առհասարակ ես մարդկանց անձերի պաշտպան չեմ, հարցը դա չի։ Բայց այդ նախադասությունը ձևակերպում ինձ սկսեց մտքերի մեջ։ Լրագրողները կարողացել են հասնել նրան, իսկ այդ լրագրողները Սերժի ու Քոչի լրագրողներն են, եթե ոչ ուղիղ, ապա սենց տարբեր գծերով, որ զոհվածի հայրը Ալիևին Ալիև է ասում, Պուտինին Պուտին, Նիկոլին թափթփուկ։ Կարա Նիկոլին համարի թափթփուկ, դա իր խնդիրն է, ես զոհվածների հարազատների հետ միշտ գիտեք, բացարձակ բանավեճի մեջ չեմ մտնում,
Բայց եթե դու պիտի Նիկոլին համարես թափթփուկ, ինձ համար խիստ զարմանալի է Ալիևին քեզ համարում Ալիև։ Ես գիտեմ, այդ ոնց է ստացվել։ Մարդկանց մեջ այսօր մարդիկ կան, ում համար այսօր Փաշինյանը թիվ 1 թշնամին է, իսկ մնացածի մասով կարելի է դեռ մտածել։ Այսպես է։ Եվ դրան հասել են լրագրողները։ Ասեմ ավելին, լրագրողները շատ լուրջ բարձունքներ են գրավել, իսկապես նրանց պրեմիա տալու, պիտի պրեմիա տան իրենց տերերը, իսկապես ես համաձայն եմ, ու ոչ թե պրեմիան լինի 13-րդ աշխատավարձի ձևով, այլ ամբողջ տարեկան աշխատավարձի տեսքով։ Թող ստանան մարդիկ, չարչարվել են, չարչարվել հասել են նրան, որ զոհվածի հայրը Հայաստանի Հանրապետության ղեկավարին, անկախ նրանից թե ով է այդ ղեկավարը, անվանում է թափթփուկ, իսկ Ալիևին Ալիև։ Նորմալ է։ Այսօր տեսա նաև Արցախի ներկայացուցիչներ էին եռաբլուր գնացել, Արցախը կապիտուլյացիայի ենթարկածներ։ Չգիտեմ, մենք պիտի մեզ համար գոնե լավ, ով ինչ է խոսում, ինչ չի խոսում, մեզ համար հստակ հարցերի պատասխան ենք, էլի։ Եթե ամեն ինչ այդքան պարզ է, ապա ինչի մեղավորների հարցում մենք կոնսենսուս չունենք։ Ինչի չենք հաշտվում, թե ով է մեղավոր։ Ինչի։ Գիտեք, այդպես չի ստացվում, չի լինում։ Ղարաբաղի ներկայացուցիչները այսօր սիրուն բաներ են խոսում, թե ինչ է արել Նիկոլը կամ ինչ պիտի աներ Նիկոլը։ Ես մեր մոտ հարց չի առաջանում, իսկ ինչ եք արել դուք կամ ինչ պիտի անեիք դուք։ Նիկոլը Արցախը չպաշտպանեց, թող մնա դեռ պատմությունը կպարզի։ Իսկ դուք ինչ արեցիք Արցախը պաշտպանելու համար, ինչ եք արել։ Ինչ եք արել։ Չէ, աշխարհի ամենահեշտ բանն է ասել, դե մենք պատասխանատու չենք Արցախի համար, Արցախի անվտանգության համար Հայաստանն էր պատասխանատու, հետևաբար Նիկոլը։ Ես պիտի ասեմ հետևյալը, որ Արցախի համար 20 թվականի 44-օրյա պատերազմից հետո նոյեմբերի 9-ի պայմանագրով Արցախի պատասխանատուն Պուտինն էր, ոչ թե Նիկոլը։ Եվ դա փաստաթղթավորված փաստ է, ուրիշ բանատերուկ ինչ եք ցանկանում լսել, դա ուրիշ հարցապես այդպես է ստացվում։ Եթե կան խաղաղապահներ ու նոյեմբերի 9-ի փաստաթղթը, եթե մի քիչ լավ կարտակ, 9-րդ կետից կախված չմնաք Ալիևի պես, ոնց որ ժամանակին Ալիևն էր։ Կգաք իմ ասացի, ինչ եք արել Ղարաբաղը պահելու համար։ Բացի նրանից, որ հակադրվել եք Հայաստանի Հանրապետության։ Տեսեք, եթե ես վերցնենք անձերի տեսանկյունից, որպեսզի ըմբռնելի լինի, չստացվի, որ ես ցած նստել եմ, որպեսզի մեղադրականներ կարդամ, չէ, ես ուզում եմ տրամաբանությունը հասկանամ, օգնեք ինձ հասկանալ։ Եթե ես իմ անվտանգությունը, անձամբ ես իմ անվտանգությունը հանձնում եմ եւ վստահում եմ Պողոսին, ապա Պողոսը երբ որ ասում գնել, այս աթոռին չնստես, այն աթոռին նստի, ես կնստեմ այն աթոռին, որովհետև նա պատասխանատու է այդ հարցում, ես լիարժեք վստահում եմ իրեն։ Իհարկե, հնարավոր է հետո մենք զրուցենք, իսկ ինչի էր ասում այն աթոռին չնստես եւ այլն, այս զրույցները ուրիշ է։ Բայց ես չեմ հակադրվի նրան։ Հասկանում եք։ Հիմա եթե սխալ տրամաբանություն եմ առաջարկում, խնդրում եմ ասեք, ես չգիտեմ, զրուցում եմ, ես այն ամենասկզբից ասացի մտորելու եթեր ասա, ոչ թե ինչ որ բան ասի։ Հիմա Արցախ, եթե քո անվտանգության երաշխավորը, լավ, հələ Պուտինին մի կողմ դնենք, ասենք թե քո ասելով Հայաստանն է։ Ապա երբ որ Հայաստանը քեզ բան էր ասում, կամ անգամ չէր ասում, բայց բոլորը գիտեն, որ Հայաստանն է։ Ինչի՞ ես դու հակադրվում Հայաստանին։ Ինչու էր հակադրվում։ Դու վստահել ես։ Ինչու ես հակադրվում, եթե վստահել ես։ Այստեղ է հարցերը, շատ տոնկի հարցեր են։ Գիտեք, վերադառնալով այդ հարգարժան, իսկապես չեմ կարող ես սարկազմ օգտագործել երբևիցե։ Իսկապես հարգարժան հարազատին իմ ու իմ սերունդների համար զոհվածի։ Ասեմ հետևյալը։ Հասկանում եք։ Ձեզ բերել են այն կատեգորիայի մեջ են դրել, որ դուք մոռանաք ձեր գլխավոր թշնամուն։ Դա շատ հստակ աշխատանք է։ Իսկ ինչ, բայց սա ես չեմ ուզում լինի ուղղակի տեսակետ, ես առաջարկում եմ մի քիչ խորանանք, տեսեք։ Իսկ ինչու են դա արել։ Ինչու են այնպես արել, որ դուք հավատաք դրան։
Ինչ են սլաքները Բաքվից ու Ալիևից թեկել։ Շատ պարզ է այս հարցի պատասխանը, որովհետև իրեն այն կենտրոնը, որը կառավարում է իրենց, եւ երևի թե այստեղ կոնսենսուս ունենք, որ նրանց կառավարում են Ռուսաստանից։ Ռուսաստանը Ադրբեջանի հետ պիտի հարցեր ուներ դեռ, ու շատ վատ կլիներ, եթե Հայաստանում այդ թշնամությունը Ալիևի հանդեպ եւ ռևանշի հանդեպ պատերազմից հետո պահպանվեր։ Եվ բնականաբար իր աշխատողներին տեղական հրահանգել է, ոնց ուզում եք արեք, բայց պիտի հասնեք նրան, որ քաղաքացիների ուշադրությունը այդ կողմից շեղվի։ Սրանք էլ արել են։ Հասել են նրան, որ ձեզ համար երկրի ղեկավարը թափթփուկ է, իսկ Ալիևը Ալիև։ Դուք եք ասում, Ալիևը Պուտինը ու այս թափթփուկը։ Դուք եք ասում։ Դա լավ բան չի։ Լավ բան չի, ես չեմ նեղվել, որ դուք Նիկոլին ասում եք թափթփուկ, ձեր գործն է։ Ինչ ուզում եք անվանեք, ձեր գործն է։ Ես ոչ մեկի ոչ մի բանի համար, բայց sense մի նախադասության մեջ շատ սխալ ձևակերպվում, ասեք, որ դա այդպես է։ Հետո, երբ որ մի քիչ խոսացնում ես, հարցնում ես, ասում ես լավ։ Թեկուզ ես ընդդիմադիրներին 3-5 ժամ 54 րոպե 2 վայրկյան տևել է նրանց ուղիղ եթերը քննարկումը, impeachment-ի, չգիտեմ ինչի։ Հարցնում ես, ասում ես ինչու։ Հարցա չէ։ Ինչի։ Քիչ։ Ինչ եք ուզում։ Դուք ինչ եք ուզում։ Ասենք, ոչ թե ասում եմ կներեք, սխալ եմ սկզբից ձևակերպել, ինչ եք ուզում։ Դուք ինչ եք ուզում։ Օրինակ, Հայկ Մամեջանյան, դու ինչ ես ուզում։ Անկեղծ կասես, ինչ ես դու ուզում։ Աշոտյան, ինչ ես դու ուզում։ Ինչ եք ուզում։ Արդ ասեք, ձեր ցանկությունը ինչ որ ուզում եք, այնպես ձևակերպեք, որ հանկարծ խնդրահարույց տողատակեր չմնա։ Խնդիրն այնտեղ է, որ քաղաքական դաշտում, այն էլ այս պահի դրությամբ քաղաքական դաշտում, բոլորն ուզում են իշխանություն, ու վերջ։ Ամենավատն այն է, որ շատերը չգիտեն, թե ինչի համար են ուզում այդ իշխանությունը, որ ինչ անեն։ Չեն ասի։ Ինչ եք ուզում։ Կան գործիչներ ասում, մենք ուզում ենք արժանապատիվ խաղաղություն։ Ասում ես լավ, խաղաղությունը լավ բառը, արժանապատվությունը առավել ևս։ Կասես արժանապատիվ բառի իրավական ձևակերպումը այնպես, որ հասարակական կոնսենսուս լինի, որ բոլորս այդպես հասկանանք։ Ու այստեղ մարդիկ են հայտնվում, գրում են, նա Թուրքի դեմը կզում է, նախ ես ուզում եմ, բոլոր են հայրենակիցներից, համաքաղաքացիներից, համերկրացիներից, ասել հետևյալը, որ երբ որ մենք ասում ենք ռուսական շպիոններ կասենք, 5-րդ շարասյուն ասենք, ներդրած ուժեր, ազդեցության գործակալներ, ինչ որ կասենք, դուք եկեք կլինի մի հակադարձեք, թե բադեր, Նիկոլն էլ թուրքական է։ Տեսեք, երբ որ մենք ասում ենք ռուսական, մենք նկատի ունենք ռուս-թուրքական, հասկանում եք, ռուս-թուրքական, կայսրական, ով պատրաստ է պայմանավորվել մեր գնով Թուրքի հետ, ոնց որ 44 օրյային պայմանավորվեց ու դրանից առաջ եւ այլն, հասկանում եք։ Եկեք մի տենց հակադարձեք, իսկապես ծիծաղելի իրավիճակում եք հայտնվում։ Կարող եմ իհարկե բանուգործս թողնելու ծիծաղել, բայց չեմ ուզում ծիծաղել, ինձ տհաճ է, որ մեր իմ համերկրացին մինչև հիմա չգիտի ինչ կա չկա։ Նայեք, ասում եմ Թուրքի դեմը կզում է, ասում եմ լավ, ինձ օրինակ տհաճ է այդ նորությունը իմանալ, որովհետև ամեն դեպքում իմ երկրի ղեկավարն է։ Խնդրում եմ ասես, որտեղ է այդ կզելը երևում։ Ասում է Էրդողանի հետ, Էրդողանի նկարով նկարվել է։ Ասում եմ լավ, նախ գոյություն ունի քաղաքական դիվանագիտական հարաբերություններ ու այո, մարդիկ նվերի հետ նկարվում են, օրինակ, եթե Նիկոլը նրան նվիրած լիներ մի շիշ կայնակ, շատ հնարավոր է Էրդողանն էլ այդ կոնյակով նկարվեր, բայց չեմ կարծում, որ դուք կասեք, թե Էրդողանը Նիկոլի դեմը կզել է։ Դες լինում է, ասենք, որ մարդիկ նվերով նկարվում են։ Դա քաղաքականությունն է։ Ուրիշ բան ասա։ Ասում է, որ Ալիևը պարտադրում է սահմանադրությունը փոխել։ Ասում լավ, իսկ Ալիևը կոնկրետ որ կետնը սահմանադրության պարտադրում փոխել։
ասել է դրա մասին, խոսել է, ասենք ասել է, որ այս կետը պիտի փոխես։ Օրինակ, որ սահմանադրական հանրակրվե լինի, որ ինչի մասին է լինելու։ Կամ տարրական հարց է, չէ՞։ Մենք նախագահական երկրից դարձել ենք պարլամենտական երկիր, սրանք կառավարման երկու տարբեր մոդելներ են։ Հասկանում եք։ Երկու տարբեր մոդելները չեն կարող մեկ սահմանադրությամբ աշխատել, որովհետև երկուսից մեկը սահմանադրական կարգ է խախտելու, կառավարելու ընթացքում թեկուզ լավ բանի համար։ Կարելի է փոխել։ Պիտի փոխած լինեին բավարար, որ դառնում են պարլամենտական, ցավոք սրտի չեն արել։ Հիմա ոնց անեն, կամ սուպեր վարչապետական բան են ստեղծել։ Բողոքել ենք, չէ՞ ժամանակին դրա դեմ։ Բա տարածքներն է տալիս, ասում եմ գնանք ցույց տուր ինձ, խնդրում եմ, տված տարածքները, տված, տալիս, ինչ է նշանակում տարածքներ տալ, դուք հասկանում եք դա, ասենք ինչ է։ Դա խոսում է նրա մասին, որ դուք այնքան էլ չեք տիրապետում, թե ինչ է նշանակում պետությունը առհասարակ, ինչ է նշանակում կառավարում, ինչ է նշանակում, ասենք խիկ արհամարում այդքան դուք ձեզ ու ձեզ ձեր հայրենիքը, ինչի համար։ Ինչ եք այդքան ցածրացնում ու էժանացնում նման բաներ խոսելով։ Նիկոլա Դերմիկովում, ձեր պետության մասին խոսելով, ձեր քաղաքացիական պարտավորությունների մասին խոսելով, ինչի եք այդքան ցածրանում։ Ինչ է եղել։ Արցախը չկա, այո, չկա։ Եկեք միասին հասկանանք, սեպտեմբերի 27-ն է այսօր։ Ուզում եք միասին հասկանանք, թե այս 5 տարվանից սեպտեմբերի 27-ից, երբ որ սկսվեց պատերազմը, եկեք տարի առ տարի գանք։ Օրինակ 21 թվականի սեպտեմբերի 27-ին ինչ իրավիճակում էինք, կարող եք հիշել, ես կարող եմ։ Անկեղծ ասած այսօր ցերեկը մտածում էի երկու ֆոտո էլ ես հրապարակեի պատերազմի հետ կապված։ Բայց հետո հասկացա, որ ես չեմ ուզում, որ սեպտեմբերի 27-ը նույնպես մտնի որպես այդպես ակամայից դառնա հիշատակի օրվա։ Իհարկե, ես կհիշեմ այդ օրը միշտ բոլորս զոհվածների հարազատները հատկապես, բայց անգամ սքի մեջ պետք է կարգ ու կանոն լինի։ Եվ օրինակ Պարոն Ռուբինյանը Գեղամ Նազարյանի հետ համատեղ օրինագիծ են բերում, որ ընդհանուր բոլոր ժամանակներում հանուն Հայաստանի հայրենիքի զոհվածների համար հիշատակի օր սահմանեն, ընդ որում հունվարի 27-ը։ Չգիտեմ, եթե օրվա հետ հարցեր ունեք, խնդրեմ, կարող եք տալ իրենց, բայց պետք չի, որ մենք կալենդարում շատ ունենանք այդպիսի կարմիրով նշված օրեր։ Դրա համար ես մի քիչ փորձում եմ ինձ ձեռք սպանել։ Դժվար է, բայց պետք է անել դա, որովհետև դա պետք է։ Իսկ ով ասում, թե ինչով որ պետք է հեշտ է լինում։ Հասկանում եք։ Հիմա եկեք գնանք սեպտեմբերի 27, ինչ ունենք, ով ենք, ինչ ենք, ինչից ենք խոսում։ Գնանք սեպտեմբերի 28, 27, 22 թվականի, 23 թվականի, 24 թվականի, 25 թվականին արդեն գիտեք ինչից ենք խոսում։ Խոսում ենք, որ եթե մեր բյուջեն ռազմական 1 միլիարդ 700 միլիոն է, ինչ ենք ուզում նրան մի փոքր կրճատել, դարձնել 1 միլիարդ 500 միլիոն մյուս տարվա համար։ Սա գիտեք ինչ խոսույթ է։ Սա այն խոսույթի շարունակությունն է, որ ինչի է մեր բանակի բյուջեն 400 միլիոն։ Դուք տեսեք տրիչկային ինչ տարբերություն կա։ Մենք խոսում էինք, որ ռազմարդյունաբերություն, դրոններ, բան, իսկ այսօր կարող ենք խոսել, որ դրանք կան։ Կա։ Հասկանում։ Հետևաբար հարց է առաջանում, իսկապես հարց է առաջանում։ Հարգելի ընդդիմադիրներ, երեք այդքանով որ հավաքվել եք, կարող ենք իմանալ վերջի վերջո դուք ինչ եք ուզում։ Հստակ ձևակերպեք, թողնենք ով ինչա ոնց է խիա, որովհետև այդտեղ միևնույն է կոնսենսուս չկա։ Ասեք հստակ, ինչ եք ուզում։ Ինչ է նշանակում արժանապատիվ խաղ։ Այսինքն, եկեք փաստենք հետևյալը, ժողովուրդ ջան։ Ընդդիմությունը Թուրքիայի հետ սահմանները բացելու հարցում խնդիր չի տեսնում։ Դրան վերաբերվում է նորմալ։ Իհարկե իր լրատվական բլոկներով փորձում է այն մարդիկ, ովքեր ավելի դյուրագրգիռ են, նրանց մեջ բացասական մթնոլորտ ձևավորել, տրամադրություններ ձևավորել, բայց ինքը ուղիղ ինքը ընդդիմությունը Քոչարյանը, Սերժ Լևոնը դեմ չեն։ Դեմ չեն։ Իրենք ընդհակառակ իրեն ժամանակներում էլ են ցանկացել բացել, ուղղակի իրաց լրատվականներին ֆազ չեն տալու օգիշն։ Սա առաջի հարց։ Երկրորդ, խաղաղությանը ոնց որ թե դեմ չեն։ Իհարկե ձևակերպումը իրաց ձևով են փորձում անել, բայց դեմ չեն։ Մեծ հաշվով արտաքին դիվանագիտությունը այսքանով սահմանափակվեց իրաց ցանկությունների տեսանկյունից։ Հա, Ռուսաստանի հետ հարաբերությունները այսօր տեսնում ենք մարդը Պուտինի հետ խոսում է, հետո գնում է Նյու Յորք, իհարկե շատ բաներ
գնացին, բայց ինչա Պուտինի մոտ հետո թռնում են հետո ես բաներ եմ խոսում, ես այս տեսակ մարդկանց կամ այս տեսակ քաղաքական գործիչներին առնվազն որպես գիտակից քաղաքացի ասեմ հետևյալը. դուք տեղյակ եք, որ խաղաղության խաչմերուկ ծրագիրն է փորձարկվում իրականացվի։ Հիմա հարց ձեզ, որ խնդրենք, մի հատ Google-ով պոիսկ կտակ, տեսնեք խաչմերուկ ինչ է նշանակում, եւ այդ խաչմերուկից ովքեր են օգտվելու, ում համար է այդ խաչմերուկը, որ կողմից որ կողմ, որտեղից ուրի մասին է այդ խաչմերուկը։ Ու այդ ժամանակ կհասկանաք, որ այո, բոլոր բևեռների հետ աշխատանք է գնում։ Հետևաբար շատ հնարավոր է, որ Նյու Յորքից էլ մարդը տրնի Պարսկաստան պրյամոյի։ Հասկանում եք, ընդեղից էլ Հնդկաստան, ընդեղից էլ Չինաստան։ Այս դուք տեղյակ եք առհասարակ ռազմավարական այդ ծրագրից, օքեյ եք դրա հետ, թե չէ։ Իսկ իմ կարծիքով վերադառնալով այն հարցին, թե ինչ են ուզում, համենայն դեպս ձեր գործողություններում 5 տարվա ես տեսնում եմ հետևյալը։ Դուք ռեալ ուզում եք, որ այդ խաղաղության խաչմերուկի վրա կանգնեն FSB աշխատողները։ Այլ ուժեր։ Դուք ուզում եք, որ Հայաստանի Հանրապետության կնիքի վրա գրվի ԿՊՊ Ռասիայի, բայց Արարատ Սարի գծապատկերը մնա։ Դուք ուզում եք լինի խաղաղություն, շատ եք ուզում որ լինի խաղաղություն, բայց այդ խաղաղության մունետիկը դուք լինեք։ Ու այդ արժանապատիվը մի ծախեք մեզ վրա։ Մենք գնում ենք արժանապատիվ խաղաղության, ես կարող եմ անգամ փաստ բերել։ Փաստը հետևյալն է։ Եթե խաղաղությունը լիներ ստորադասական, լիներ կզած, չգիտեմ ոնց, ապա վստահ եղեք, որ Ալիևը վաղուց ստորագրել էր ու դեռ մի բան էլ միջազգային հանրության միջոցով պարտադրում էր, որ մենք ստորագրեինք։ Բայց հələ որ հակառակն է։ Հələ որ հակառակն է։ Այդ չեմ ասում, որ իսկապես որևիցե մեկը արժանապատիվ բառի իրավական բանը չեք բացատրությունը չեք կարող տալ։ Մեկի համար էս ինչ բանը արժանապատիվ է, մյուսի համար չէ։ Ցանկալի է այս վիճակում խաղաղությունը։ Ոչ, մեկը ինձ ցանկալի չի։ Ոնց կարելի է ցանկալի լինի, եթե Արցախը չկա։ Ես կուզեի օրինակ ռևանշ լիներ եւ այդ ռևանշը մեր օգտին վերջնահաշվով լուծում ստանալ։ Գուցե ուզեի, բայց դա այդպես չի աշխատում, որովհետեւ իսկապես տարիներ պետք է աշխատել այդ ուղղությամբ եւ այն տարիները, որոնք որ պիտի աշխատվեին, չեն աշխատվել։ Չեն աշխատվել, պարզապես։ Հարց են տալիս այսօր լրագրողները, ասում են Աննա Հակոբյանը ասաց 11000 հոգի փախել է բանը պատերազմի դաշտից, դա այդպես է թե ոչ։ Ես չգիտեմ ով ինչ կպատասխանի։ 11000-ը դժվար թե հաստատեմ, որովհետև կարող է լինի 10000, կարող է լինի 15000, բայց որ համատարածա դա եղել, դա հաստատ։ Այնուամենայնիվ ես քանի որ չեմ մեղադրում այդ մարդկանց էլ անգամ փախնողներին, այստեղ լրագրողները պիտի ոչ թե հարց տային դա ճիշտ է թե չէ, այլ պիտի հարց տային, իսկ ինչու են փախել։ Ինչու։ Եվ պիտի հետաքրքրվեն, ինչը կարար դրդեր մարդուն, կամ ես չեմ խոսում զինվորականներից, այդ ժամկետային զինծառայողներից, խոսում կամավորներից, ինչը կարար դրդեր, որ ինքը փախներ։ Եվ հարգելի լրագրողներ, դուք հասկանում եք ինչ նշանակում, երբ որ դու պիտի պատերազմես, պատերազմի դաշտում ես, պիտի կռվես ու պատրաստ լինես ինքնազոհողության, բայց քեզ ասում են, որ կամ տարածվում է այդ խոսույթը ու անընդհատ մի անգամ չէին, անընդհատ այդ խոսույթը արդեն բան է դարձել, որ հողերը թված է մի կռվեք։ Ձեզանից որևիցե մեկ, ամեն մեկը ձեզ հաստրեք։ Ես մեր պարագայում կգնայի ինքնազոհողության։ Հիմա մյուս հարցը, իսկ ով է այդ մուտիլովկեն տարածել։ Ինչու է տարածել։ Դուք գիտեք ինչ, մենք չենք հասկանում, օրինակ երեկվա այդ կապիկությունը ազգային ժողովում ինչի մասին է։ Դուք գիտեք չենք հասկանում, թե այդ Մասիսի քաղաքապետին ակտիվացել այդտեղ փողոցում գցել է ինչի մասին է։ Որովհետև այս մի քանի օրը պիտի զեկույցը հրապարակվի 44 օրյա պատերազմը քննող հանձնաժողովի։ Ու դուք դարձյալ այդ զեկույցի հետևից չեք գնալու։ Մի պոռնկա բարո երևույթ կա։ Տիկին, ոչ բարով, մայրական իրավունքներից զրկված։ Հրապարակում էր արել 11000, չգիտեմ, քանի 100 զոհ։ Բայց ինձ թվով էլի, կլորացած թիվ չէր, մի հատ թիվ էր սա։
ու մեկնաբանություններից դաշտում էլ մեկին պատասխան գրել էր այ դրա համար էլ չեն հրապարակում անունները։ Ու այնտեղ շատերը համաձայն են այդ տվի հետ։ Հնարավոր է այդ քաղաքացիներից ոմանք միամիտ իմ եթերը նայեն։ Ես ձեզ ասեմ հետևյալը։ Տեսեք մանիպուլյացիան որտեղ է կայանում, որտեղ է ձեզ էշացնում։ Եթե հրապարակած չեն անունները, կարելի է իմանալ այդ պղծաբարո տիկինը, օրինակ այդ թիվը որտեղից է վերցրել։ Որտեղից, ասենք 11284, ինքը որտեղից է վերցրել այդ թիվը։ Ինչ-որ միտեղից պիտի վերցնի, չէ։ Որտեղից է վերցրել։ Արթուր Խաչատրյանն էր այսօր ասում, չեն հրապարակում։ Պարոն Խաչատրյան, չեն հրապարակում, թե հայտնի չի, եկեք մի հատ կողմնորոշվեք։ Գուցեև հրապարակելու նպատակահարմար չի, որովհետև այդ հրապարակումը մենակ հայերը չեն նայում, առհասարակ բոլորն են նայում։ Եվ գուցե դա նույնպես իր հերթին որոշակի գաղտնիության շերտեր է պարունակում, դրա համար չեն հրապարակում։ Բայց թիվը հայտնի է, չէ։ Ու քեզ հատկապես որպես պատգամավոր ավելի հայտնի է։ Ու դրա համար ես դու շեշտում, որ չեն հրապարակում։ Դու չես ասում չեն ասում, դու ասում ես չեն հրապարակում։ Ու այստեղ մանիպուլացնում մարդկանց գցում մտքերի մեջ, որ ուրեմն մի բան կա։ Ես մի նախադասությունով կարամ ցույց տամ, թե ոնց դուք ոչ մի հայոց պատմությունից տեղյակ չեք։ Դուք ոնց պատմության մի հատիկ գիրք բացած չկաք։ Պարզապես հնարավոր է մարդկանց դա հետաքրքիր չի։ Գիտեք ինչ, եկեք մի երկու բառով ասեմ դա։ Պատմության բոլոր ժամանակներում պատմիչները, հատկապես այն պատմիչները, արքունիքի պատմիչները, ովքեր պատերազմների միջով նույնպես անցնում էին ու գրառում էին իրենց տեսածը, թագավորի հրահանգով կամ իշխանի կամ սպարապետի, ով որ մարտը վարում է, Տշնամու զորքի թիվը տասնապատիկ ավել էին գրում, իրենց զոհերի թիվը, նրանց զոհերի թիվը, չէ, զորքի թիվը տասնապատիկ ավել էին գրում, իրենց տասնապատիկ պակաս, նրանց զոհերի թիվը տասնապատիկ ավել, իրենց զոհերի թիվը տասնապատիկ պակաս, դրանով ցույց տալու համար իրենց անպարտելիությունը, թե ինչքան մի խոսքով։ Դա էլ այդ ժամանակների պրոպագանդան էր։ Հիմա ուզում եմ հասկանամ, բա ոնց եղավ 21-րդ դարում այդքան տահասեր բուծվել, տահասներ էին բուծվել, ովքեր նոյեմբերի 9-ից հետո պարզապես մեր զոհերի թիվը արհեստականորեն մեծացնում էին, իսկ թշնամու զոհերից ոչ մի խոսք։ Դուք ինչ էիք ուզում։ Ինչու էիք դա անում։ Ինձ հասկանալի է ինչ էիք անում։ Պարզապես եթե հիմա դնեմ ու նկարագրեմ, թե դուք ձեզանից ինչ եք ներկայացնում, կստացվի, որ ատելության խոսք եմ տարածում։ Իսկ ես հիմա բնավ նման ցանկություն ու տրամադրություն չունեմ, ես հիմա բարձրաձայն մտորում եմ պարզապես։ Մարդկանց էլ առաջարկել եմ միասին մտորենք, չգիտեմ որքանով այս մտորումները հետաքրքիր կամ եթերի բա որքանով չէ, չգիտեմ, բայց ամբողջ օրը ինձ կերել եմ սենց հարցերով։ Հարցեր, որոնց պատասխանները գիտեմ, բայց որպեսզի դա չդառնա միակողմանի մոտեցում, ես ուզում եմ, որ եւս մեկ անգամ հարց տրվի ու այլ մոտեցում փնտրենք, միևնույնն է չեն գտնում, հասկանու՞մ, միևնույնն է չեն գտնում, ինչ եք ուզում դուք, երբ որ գնում եք եռաբլուր, Արցախը կապիտուլացնելուց հետո, լրագրողներին մի հատ հարց էլի, տեսեք, 5-րդ տարին է, դուք շատ պրոֆեսիոնալ ձևով, այդ մի բանը պրոֆեսիոնալ է ձեր մոտ ստացվում, մարդկանց մոտ ստեղծում եք տպավորություն, որ քանի որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը, ուրեմն վերջ պարտվել է Նիկոլ Փաշինյանը։ Հիմա հարց եմ ձեզ տա, ուրեմն նա դավաճանա, նա չգիտեմ, դե ձևակերպումները ձեզ։ Հիմա հարց եմ տալիս, դա Արցախում Արցախի լուծարման պայմանագիրը ստորագրել է Շահրամանյանը։ Ինչի եք տենց մի ակնածանքով լցված ներկայանում այդ պետական սրիկային։ Ինքն է ստորագրել։ Ասեք, դե գիտեք ես ինչի հետևանք են, բա մենք էլ ենք ասում, որ այս պարագայում էլ դա հետևանքներ ունի, հետևանքը ինչ որ գործողությունների, չէ։ Մեր բանակը բանը Ուրեմն ընդեղ են Գուրգենին չէր, Մինասյանն է դրա ազգանունը, հա, Գուրգեն ինչն է, այն որ Սոցիանի իր արևին քաղաքական հայտ է ներկայացրել, հարց եմ տալիս եմ ծառնում, ասում եմ ես այնտեղ չեմ զգացել այդ պարտությունը, լավ, չես զգացել, քո գործն է, այդ ինչի հարց է, բայց Հա, մյուս կողմից էլ մի հատ ուրիշ հարց էլ եղավ կարևորը, ըստ Գուրգենին դրա համար է հիշեցի ախր։
Հա? Թե Արսենյանը։ Չէ։ Եսի։ Էջայել։ հա։ Ասում է, չէ, այդպես ված վիճակի մեջ չէր, բան։ Ասում լրագրողն ասում էին, որ Վազգենից հետո բան չէր փոխվել։ Ասում է, չէ, դա այդպես չէր։ Հիմա ես քեզ ասեմ, Գուրգեն, ես չգիտեմ դու որտեղ ես եղել, ամենայն հարգանքով, եթե այնտեղ եղել ես, արդեն ինձ համար բան է դա։ Սիմոնյան, հա? Սիմոնյան։ Ուրեմն, ապեր, ես քեզ ռեալ բան եմ հիմա ասում։ Մարդը, ու ես գիտեմ էլի որ։ Դες միանգամից նկարագրեմ ինչքան բան չի փոխվել բանակում։ Մարդը ինձ հետ ծառայած 98 թվին Ասկերանուն, որը որ Ղարբանդի Աղդամի կողմի Ղարբանդի պոստերն էր պահում։ Ինձ հետ ծառայած։ Ինձ ասում է գնել ջան, հիշում ես այն խաչը, որ բանով հավաքել են, ոչ մի պարկուճներով խաչ էր հավաքել։ Չգիտես ինչի հետո քարով փագել էր դա։ Ես արդեն դա չեմ տեսել, որ քարով փայգել է, ասես գնա ջան, եթե քարով ծածկել է, ասում եմ մի օր ես էլի գալու եմ ստեղ, էդի գտնեմ։ Խրամատում։ Այս պատերազմի ժամանակ գնում է, քարն են հանում է, պարկուշներն են մեջ։ Խաչը դրած։ Այ այդքան գործ չի արվել, 98 թիվն եմ ես ասում։ 98 թիվ։ Ուրեմն իմ զինակից ընկերները պատերազմի ժամանակ խրամատներ են մտել, որոնք որ 90-ականների իրանց փորած խրամատն է եղել։ Իրանց փորած, ոնց փորել են, ինչ արել են, այդ ձևով։ Դու որտեղ ես եղել, ապեր։ Դու, չգիտեմ, թողնենք քեզ, հարցը չի, հարցը արտահայտած միտքն է։ Ես լուրջ չեմ վերաբերվում քեզ, էլի որ հիմա քեզ այստեղ երկար բարակ խոսակ։ Բայց այս տեսակ բաներ կա, էլի։ Մինչև այսօր լրագրողները հարցեր են տալիս։ Իսկ այնտեղ բխեք այդ հարցերը տալիս։ Բա ինչի մինչև հիմա դուք հետաքրքրված չեք։ Այդ հարցերը դուք չպիտի տաք, է։ Դուք մի ամբողջ աշխատություններ ամեն մեկը պիտի ունենայիք։ Հասկանում եք։ Ու ցավալին է նա, որ հիմա կոնկրետ հիմա դուք չեք գնում զորավարժությունների։ Ու դա զռռում է ձեր գործից, որովհետև եթե գնաք խոսքը տղա լրագրողների մասին, եթե գնաք զորավարժությունների, դուք տեսնելու եք երկաթ բետոնյա կառույցներ, դու կարող եք, ասենք մատեն նստեղ են գնեք մի պա, որ այդ բանը հələ չեն հասցրել անեն, բայց ընդհանուր առմամբ ավելի տեղեկացված եք լինելու։ Դրանով պալիտ եք անում է ձեզ։ Չգիտեմ։ Ինչպեսին եք ուզում լինի Հայաստանը։ Ես ինձ նենց հետաքրքիր է հարցի պատասխանը։ Չէ, այդ տեսեք ոնց է։ Եթե մարդը ինչ-որ մի ձև ուզում է տեսնի, ասենք ասում է այսպեսին է կուզեի կամ այնպեսին է, ու իրականությունը մոտ է լինում իր ուզածի 70-80%-ին, կարելի ասել դա շքեղ է, թույն, ուրեմն տեսնում է, այն ինչ որ ուզում է։ Այսինքն դա նշանակում է, որ մի 20-30%-ով իր ուզածով չի լինելու։ Հիմնակ Ես իհարկե Հայաստանը կուզեի տեսնել օրինակ իր պատմական սահմաններով, հա, բայց բոլորս ենք հասկանում, որ դա անհնար է, ու եթե մենք հայտ ենք ներկայացնում տարածքային պահանջների պատմական եզրույթից ելնելով, ապա պիտի հասկանանք հետևյալը, որ մենք դրանով փորձում ենք աշխարհին ասել, որ իսկապես մենք աշխարհի թիվ 1 գերտերությունն ենք, ու որոշակի կապրիզներ մեզ թույլատրելի են, ու մենք դա կանենք։ Չնայած անգամ այդ պարագայում չենք կարող անել։ Կգնանք ինչ-որ մի օր Արցախ, ես ասել եմ, ես իմ մեջ հույս կա նմանատիպ, բայց ես կարծում եմ, որ ես ինքս դա չեմ տեսնի, բայց ես վստահ եմ, որ սերունդները դա կտեսնեն, հասկանում եք, ընդ որում խոսքը հայկական Արցախի մասին է, բայց որպեսզի գոնե սերունդները դա տեսնեն, մի բան հաստատ է, այսօր պետք է ատամները սխմած աշխատել, ու եթե պետք է որոշ խաչմերուկներ շրջանցել, ուրեմն պետք է շրջանցել, եթե պետք է աշխարհի ընդունված կանոններով խաղալ, ուրեմն պետք է խաղալ, եւ գիտեք, ինձ այդ խոսույթը, այդ բանը, համեմատությունը շատ դուր եկավ, երբ որ ավտով արելու համեմատության հետ, հա, որ մենք քշում ենք, այնպես ինչպես կանոնները թույլատրում են, մեզնից բան չենք օրինում, իհարկե մեկ ավելի վարպետոներն ավարում մեքենան մյուսը ոչ, բայց ոչ մեկի մտքով չի ասում, չէ, մտնի, չգիտեմ,
այն աստիճանների ճամփով գնա, որովհետև իր այդպես կայֆա կամ կարճա, ոչ, որովհետև դա կանոնների մեջ չի մտնում։ Դիվանագիտությունը նույնպես այդպես է։ Եվ եթե կա միջազգային կանոնների մեջ հստակ գրված բաներ կան։ Այդ կանոնները հա այսօր խորհրդան չի ասի հոգնածեմ, բայց այնքան մտքերով եմ եղել։ Իմիջայլոց մոռացել էի թույլ տվեք բոլորիդ շնորհակալություն հայտնել ձեր բարեմաղթանքների, աղոթքների ու ցանկությունների համար, որովհետև եղբորս վիրահատությունը ճիշտ է, բարդ վիրահատություն ստացվեց, մոտ 6 ժամ տևեց, բայց լավ է անցել, կարծես թե ամեն ինչ նորմալ է, արդեն 4-5-րդ օրն է։ Ճիշտ է, դեռ հիմա դասում բժիշկների հետազոտության տակ, բայց ամեն ինչ կարծես դեպի լավն է գնում։ Մնում է արդեն հորս առողջությունը, որը որ չգիտեմ ոնց է ստացվելու, ինչ է լինելու։ Ամեն դեպքում բոլորից շատ շնորհակալ եմ։ Արուսյակ Մկրտչյան, ազիկները կլսվեն, խոզի պես կբազմանան, էլ որ Արցախու սերունդը պիտի հետ գնա։ Տես այժմ տեղ է խնդիրը նաև, Արուսյակ ջան, որ բազմանալը մենք նկարագրում ենք խոզի պես, եւ դրանով արդեն մեզնից վանում ենք նույն մարտավարությունը ընտրելու ցանկությունը։ Այդ արի խոզի պես դնենք մի կողմ, անկախ նրանից որ դա ազիկներին է վերաբերվում, բայց դնենք մի կողմ։ Իսկ ի՞նչ նախանգարում մեզ նույնպես բազմանալ։ Չասեք պայմանները, նրանք вообще ավելի վատ պայմաններում են ապրում։ Ինչ նախանգար։ Այսինքն մենք հասկանում ենք ընդհանուր առմամբ ինչա պետք, բայց չենք նախաձեռնում, չենք անում, չէ՞։ Ուրեմն այդ պայմաններում պետք է այլ ռազմավարություն մշակվի։ Մշակվում է ու արվում է այդպես։ Չգիտեմ, ցավալի է, որ 5 տարի անց մենք դեռ խելքներս, գլուխներս չենք ուզում հավաքենք։ Այս մի բան հաստատ է։ Հետ ճանապարհ չկա։ Եվ ես իզուր չէի երեք Ալբերտ Էյնշտեյնի խոսքը մեջ բերել, առաջ շարժվելու համար ինչա անհրաժեշտ։ Հենց դրա համար, որ նախկիններ, նախորդներ չենք կարող իհարկե նրանց մոռանալ, որովհետև ամեն դեպքում դեռ մինչև այսօր նրանց արածների տակից ենք փորձում դուրս գալ, բայց այնուամենայնիվ վաղվա օրվանից նույնպես խոսել պետք է կոնկրետ հարցերում, որքան էլ ցավալի լինի, երբեմն անընդունելի, բայց եթե տրամաբանությունը ու պետական եւ քաղաքացու շահը կայանում է դրանում, ուրեմն պետք է մենք համընդհանուր կոնսենսուս ունենանք, որպեսզի ծիծաղել չտանք մեզ վրա, էլի, տպավորություն չթողնենք ապուշների, էլի։ Այնպես որ եկեք մտածենք սրա շուրջ, առաջարկում եմ մտածենք ու ասենք, ինչի 5 տարի անց պատերազմից մենք չունենք մեղավորի հարցում չունենք կոնսենսուս։ Ինչի։ Այսի թող մնա տենց ռետորական հարց մտածենք։ Լավ եղեք ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ կզրուցենք էլի։ Եվ դարձյալ փառք մեր բոլոր ժամանակների հերոսներին, հազար խոնարհում նրանց շիրմերի առաջ։ Բարի գիշեր։